Տարերային աղետների թիվը ամբողջ աշխարհում տարեց-տարի աճում է։ 2010 թվականը վերջին 50 տարիների ամենաաղետաշատ տարին է համարվում, երբ տեղի ունեցան Հայիթիի եւ Չիլիի ավերիչ երկրաշարժները, Պակիստանի ջրհեղեղները, Ինդոնեզիայի Մերապի հրաբխի ժայթքումը եւ Ռուսաստանի անտառային հրդեհներն ու անոմալ շոկը։ Այս աղետները 100,000-ավոր մարդկանց կյանքեր խլեցին։ Գրեթե նույնքան մարդու թողեցին անօթևան։ Փորձագետները վստահեցնում են, որ աղետների թիվն աճելու է եւ մոլորակի բնակչությանը ոչինչ չի մնում, քան առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ պատրաստվածության եւ հանրային իրազեկման խնդիրներին։ Աղետների ժամանակ մեծ է հատկապես տուժող երեխաների թիվը, քանի որ նրանցից շատերը չունեն արտակարգ իրավիճակներին դիմագրավելու հմտություններ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 25,000 զոհերի մեջ մեծ էր նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների թիվը։ Ականատեսները պատմում են, Գյումրիում երբ բարձրացնում էին դպրոցների փլված պատերը, տեսնում էին, որ երեխաները մահացել են նստարաններին կպած, ձեռքերը մեջքի հետևում խաչած։ Մեղավորը ուսուցիչներն էին, որ չիմանալով ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, խստորեն պատվիրել էին աշակերտներին չշարժվել նստած մնալ տեղերում։ Այսօր Սպիտակի երկրաշարժից ավելի քան 20 տարի անց աշխարհը գիտակցում է, որ աղետների ռիսկերի նվազեցման ամենաարդյունավետ միջոցներից մեկը կրթությունն ու դաստիարակությունն է։ 2005 թվականի աղետների նվազեցման համաժողովի ժամանակ Ճապոնիայի Կոբե քաղաքում ընդունվեց Հյոգոյի 2005-ից 2015 թվականների գործողությունների ծրագիրը, որին միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ծրագրով նախատեսված պարտավորությունների թվում է նաև աղետների ռիսկերի նվազեցման ներառումը կրթական համակարգում։ Համաձայն Հյոգոյի գործողությունների ծրագրի 3-րդ գերակայության անհրաժեշտ է օգտագործել գիտելիքը, նորարարությունները եւ կրթությունը բոլոր մակարդակներում անվտանգության եւ դիմակայման մշակույթ ձևավորելու համար։ Աղետների ռիսկերի նվազեցումը կրթության ոլորտում դիտարկվում է 3 բաղադրիչների տեսանկյունից։ Աղետների դպրոցական կառավարում, աղետների եւ ռիսկերի նվազեցման բովանդակային գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ եւ շենքերի ու շինությունների կառուցվածքային անվտանգություն։ Հյոգոյի գործողությունների ծրագրի համաձայն պետք է խրախուսել աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող ուսումնական նյութերի ընդգրկումը դպրոցների ծրագրերում։ Դա ենթադրում է ոչ միայն դասագրքերի, առարկաների, դասավանդման պլանների ու մեթոդների փոփոխություն, այլև արտադասարանական միջոցառումների իրականացում, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ներառումը կրթական քաղաքականության եւ ուսումնական ծրագրերի մեջ։ Տարիներ շարունակ հայկական դպրոցներում դասավանդվում է նախնական զինվորական պատրաստվածություն առարկան, որն ուսումնասիրում են 8-ից 11-րդ դասարաններում։ Առարկան ունի 8 բաժին, որոնցից միայն մեկն է վերաբերում աղետներին։ Աղետների ռիսկերի նվազեցումը ներգրավված է նաև Ես եւ շրջակա աշխարհը առարկայի ծրագրում 2-րդից 4-րդ դասարանցիների համար եւ 3-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանների դասղեկական ժամերում։ Լինում են դեպքեր, երբ որ մենք շատ կարևորում ենք այս կամ այն առարկայի, այսինքն գիտելիք ստանալը շատ կարևորում են, այսինքն մեզ պետք է երեխան կարողանա լուծել 5, 10, 20 խնդիր ավել, բայց մեզ ուսուցչին, դասավանդողին ընդհանրապես մեզ չի հետաքրքրում, որ նա ամենապարզ իրավիճակում չի կարող իրեն ճիշտ դրսևորել, սկսած փողոցից, բակից կհասնենք մինչև մեծ իրավիճակներ, որտեղ պետք է ինքը կարողանա ճիշտ կողմնորոշվել։ Նման կրթություն, նման մշակույթ մեզ մոտ ձևավորված չէ, եթե սկսել է ձևավորվել, դեռ բավարար վիճակում չէ։ Փորձագետները համոզված են, չափազանց ուշ է 8-րդ դասարանում միայն սկսել աղետների մասին խոսելը։ Երեխաներին իրազեկել եւ ուսուցանել պետք է շատ ավելի վաղ տարիքից։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը հենց այս համոզմունքով է ստեղծել աղետների մասին պատմող բանաստեղծությունների ժողովածուն նախադպրոցական եւ տարրական դասարանների երեխաների համար։ Ամենակարևորը կարծում եմ, որ պետք է ուսուցումը սկսվի նախադպրոցական տարիքից, երեխայի վաղ ժամանակաշրջանից, ընդ որում ավելի վաղ տարիքից, քան մենք պատկերացնում ենք, այսինքն ոչ 3 տարեկան, նույնիսկ 1 տարեկան, երբ երեխան նոր սկսում է ինչ-որ շարժումներ կատարել այդ տարիքից նրա մեջ պետք է սերմանել այս մտածողությունը,
եւ դարձնել ծրագրային նախադպրոցական հաստատությունների համար, դարձնել ծրագրային տարրական դպրոցի համար եւ միջին դպրոցի համար։ Ուսուցման կարևորությունը կայանում է դրանում, որ մենք ուսուցման ընթացքում պատրաստում ենք նոր մարդկանց, անվտանգ տիպի մարդկանց։ Փորձում ենք աղետների ռիսկի նվազեցման գաղափարը, մտածողությունը դարձնել երեխաների մտագործունեության առարկա։ Այս բոլոր խնդիրների գիտակցման եւ կարևորման արդյունքում Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արտակարգ իրավիճակների եւ կրթության ու գիտության նախարարությունների համատեղ իրականացվող աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում եւ հաստատություններում աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում 2010 թվականի ամռանը ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետության կրթական օրենսդրությունը, դպրոցական ուսումնական պլաններն ու դասագրքերը։ Դրանից հետո պետք է 8-րդ դասարանի ցածր աշակերտների համար աղետների մասին տեղեկացնելու եւ ուսուցանելու ծրագրեր մշակվեր։ Disaster risk reduction. Աղետների ռիսկերի նվազեցումը մեծապես կախված է նրանից, թե որքան շատ մարդ է տեղյակ աղետների ազդեցությունից։ Աղետների ռիսկերի նվազեցումը մեծապես կախված է նրանից, թե որքան շատ մարդ է տեղյակ աղետների ազդեցությունից եւ որքանով են նրանք ունակ մեղմացնել դրանց կործանարար ազդեցությունը։ Չափազանց կարևոր է, որ մարդիկ իմանան գոնե ամենահասարակ միջոցառումները, որոնք կօգնեն կանխել արտակարգ իրավիճակները։ Դպրոցները շատ կարևոր դեր են խաղում այս հարցում, որովհետև նրանք պատրաստվածության ու անվտանգության մշակույթ են ձևավորում։ Բոլորս գիտենք, որ այն, ինչ սովորում ենք մանուկ հասակում, հետագայում ազդում է մեր ամբողջ կյանքի վրա։ Երեխաներն իրենց գիտելիքները փոխանցում են նաև ընտանիքին, ու որքան շատ երեխաներ են ներգրավված աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման գործում, այնքան լայն է նաև հասարակության տեղեկացված շերտը։ Դուրս գրվեցին բոլոր այն ծրագրերը, որոնք առնչվում էին արտակարգ իրավիճակների հետ։ Դրանք ամփոփվեցին, վերամշակվեցին եւ հաջորդականությամբ նորից տեղադրվեցին առարկայական ծրագրերում առաջինից մինչեւ 12-րդ դասարան։ Այդ համագործակցության արդյունքում մենք ունեցանք շատ մեծ ձեռքբերումներ, որի արդյունքում նաև ուսումնասիրության արդյունքում մենք կրթության պետական զարգացման ծրագրի մեջ, որը որ հանդիսանում է կրթության կազմակերպման հիմքը Հայաստանի Հանրապետությունում, ամրագրեցինք տարբեր դրույթներ, որ անմիջապես առնչվում է աղետների ռիսկերի նվազեցմանը։ Եվ որից հետո նաև հանրակրթական դպրոցի չափորոշիչներում նույնպես ամրագրվեց նվազագույն գիտելիքները դպրոցի տարբեր դասարանի աշակերտների աղետների ռիսկերի նվազեցման հետ կապված, որը որ հաստատվեց։ Այն ամենը, ինչ վերաբերվում է դաստիարակությանը եւ երեխայի համապատասխան որակի ձևավորմանը, դա երբեք չի կարելի ներկայացնել կամ լուծել այդ հարցը ինչ-որ մի կոնկրետ առարկայի միջոցով։ Դա ընդհանրապես ապրելակերպ է նշանակում, հետևաբար բոլոր առարկաների եւ ոչ միայն ուսումնական առարկաների միջոցով պետք է լուծել այդ հարցը։ Չնայած դա չի բացառում, որ կարող են նաեւ լինել առանձնացված հատուկ առարկաներ։ Փորձագետների կարծիքով աղետներից երեխաների պաշտպանվածությունն ապահովելու համար բոլոր դասարաններում դասավանդվող մեկ առանձին առարկա ներմուծելը բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ուսուցիչ իր առարկայի շրջանակներում խոսի աղետների մասին, օրինակ երկրաշարժի մասին աշխարհագրության ուսուցիչը, տեխնացին աղետի մասին քիմիայի, ֆիզիկայի կամ բնագիտության ուսուցիչները։ Մենք մեր ձեռնարկներում այդ ճանապարհը ցույց ենք տալիս մեթոդապես, որ յուրաքանչյուր առարկա իր տեսանկյունից կարողանա այս հարցերը բարձրացնել եւ երեխան կարողանա ամբողջական պատկերացում կազմել այս հարցերի վերաբերյալ։ Ինչու չի կարելի ամեն մի դասարանի մաթեմատիկայի խնդրագրքում ունենալ մի 6-7 կամ 10 խնդիրներ, որոնք վերաբերեն փրկարարական աշխատանքներին, աղետներին, ինչ անենք, այնտեղ ասում է շինարարական մեքենան արեց այսիշ բան, ասենք փրկարարական մեքենան արեց այսիշ բան, այսինքն մաթեմատիկան հնարավորություն տա շփվելու տերմինների հետ, հասկացողությունների հետ։ Աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ժամանակ կարևոր դեր են կատարում գործնական պարապմունքները։ Փորձը ցույց է տալիս, որ համապատասխան հմտությունների ձեռք բերելու դեպքում դրանք ավելի արդյունավետ են։ Բովանդակային առումով հնարավորինս քիչ տեսական գիտելիքների տրմանը ուշադրություն դարձնել, հնարավորինս շատ նյութը լինի տեսողական, վերլուծական եւ խաղարկային։
Այսինքն երեխան հնարավորություն ունենա խաղարկման միջոցով ընկալել այդ ամեն ինչը եւ պատկերացնի դա։ Մենք շատ կարևորում ենք ակտիվ ուսուցում, երեխաների ինքնուրույն մասնակցությունը, երեխաների կատարելով սովորելու ձևը։ Այստեղ առաջարկում ենք բացառել, ասենք, զուտ դասախոսություններ, պատմություններ, գրականության ուսումնասիրությունը զուտ այդպես գիտելիքներ ունենալու իմաստով։ Այո, գիտելիքը հիմքն է, ոչ ոք դրան դեմ չի կարող արտահայտվել, բայց ավելի շատ փորձով, ինքն իրեն փորձելով, ինքը իր կարողությունները ճշտելով, զարգացնելով կարողանա այս կրել։ Հարցը լուծվում է տարբեր տեսակի նախասիրական առարկաների ներմուծումով դպրոց, տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելով, որոնք գործունեական բնույթ ունեն, այսինքն ոչ միայն տեղեկություն հաղորդում երեխաներին, այլ նաև կազմակերպվում են այնպիսի գործընթացներ, որտեղ երեխան պետք է ստեղծված իրադրության մեջ կողմնորոշվի, սովորի կողմնորոշվել եւ գործել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աղետների ռիսկերի նվազեցման կրթություն ծրագրի շրջանակներում մանկավարժ փորձագետների կողմից մշակվել է գրքերի շարք մանկապարտեզի երեխաների եւ միջին դպրոցի աշակերտների համար։ Դրանք ունեն մեկ ընդհանուր կարգախոս՝ ես կարող եմ, ու պատմում են Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտակարգ իրավիճակների, տեխնացին ու բնածին աղետների, դրանց կանխարգելման, վտանգների գնահատման, վարքականոնների ու այլ կարևոր հարցերի մասին։ Գրքերից բացի ստեղծվել են նաև այլ դիդակտիկ նյութեր, պաստառներ ու տառադարան։ Այսինքն դու կարող ես, դու ամեն ինչ կարող ես անել ցանկության դեպքում։ Այդ վտանգները բացահայտի, գնահատի եւ վերացրու այդ վտանգները։ Իսկ եթե դու չես կարող, դու փոքր ես այդ վտանգը գնահատելու համար, դու քո ծնողների ուշադրությունը դարձրու դրանց, դու քո ուսուցիչների ուշադրությունը կամ համայնքի մյուս անդամների ուշադրությունը դարձրու դրանց։ Միգուցե նրանք չեն տեսնում այդ ամենը։ Եվ ծնողները, եւ ավագ ընկերները, եւ ուսուցիչները, ովքեր այս հարցերի հետ կապված պիտի շփվեն երեխաների հետ, նրանք բոլորը պիտի լինեն ուղղորդող։ Եթե երեխան կարիք ունի, երեխան ինքը պիտի դիմի եւ խնդրի նրանց օգնությունը։ Իսկ նրանք պիտի հնարավորինս զերծ մնան պատրաստի պատասխաններ տալուց։ Այ փորձիր հասկանալ, այ ճիշտ կլինի, եթե այսպես անես, եթե սա կարողանաս, եթե սա փորձես, այսպեսին պիտի լինի մեծերի մոտեցումը այստեղ։ Տառադարանը ուրեմն մեզ միտք տվեց, որ մենք կարող ենք ստեղծել տառադարան, բայց աղետների ռիսկի նվազեցման թեմաներով։ Օրինակ վերցնենք B տառը, հա, բահ, իսկ այդ բահը մենք ինչպես կարող ենք օգտագործել հրդեհաշիջման ժամանակ, կամ օրինակ փն, իհարկե փրկարարը, կամ օրինակ կրակ մարիչը ինչի համար է նախատեսված։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև ծավալուն ձեռնարկ ուղեցույց ուսուցիչների եւ դասյարակների համար, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ոչ միայն արտակարգ իրավիճակների, այլև աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման մեթոդների ու պլանների մասին։ Դպրոցներում կարևոր է ոչ միայն աղետների մասին համապատասխան գիտելիք հաղորդելը, այլև երեխաներին դրանցից ֆիզիկապես պաշտպանելը։ Այսօր Հայաստանում կան դպրոցներ, որոնք առանց երկրաշարժի էլ փլվում են։ Շատ շինություններ հին են ու երբեք չեն վերանորոգվել կամ ամրացվել։ Պլատակներում մնալու վտանգն ամեն օր է կախված աշակերտների գլխին։ Գեղարքոնիքի մարզի Գեխովիտ գյուղի 1954 թվականին կառուցված երկրորդ դպրոցի փոխտնօրեն Ռիտա Պետրոսյանը հիշում է. Երբ տարիներ առաջ եկավ այստեղ, առաջին բանը, որ նկատեց, առաստաղի տակ տեղադրված սյուներն էին։ Այսօր աշակերտների թիվն անցնում է 650։ Այստեղ սյուներ էին դրված, ուրեմն ինչի համար, որպեսզի երկրորդ հարկի հատակը ճիշտներ առաջի հարկ, որովհետև ամբողջը վթարային վիճակ էր։ Հիմա էլ կոնկրետ տեսնում եք, դասարաններ ունենք, բոլորը փակ վիճակում են, ապահովության համար դաս չենք անում։ Դրա համար ստիպված երկերտ, այսպես ծանրաբեռված աշխատում ենք։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ խոշոր աղետների ժամանակ դպրոցները որպես ժամանակավոր կացարան են ծառայում։ Ուստի դրանց սեյսմակայունությունն ու անվտանգությունը կարևորվում է նաև այդ պատճառով։ Աղետների ռիսկերի նվազեցման տեսանկյունից կարևոր է նաև դպրոցների ներքին կահավորանքի անվտանգությունը, այլ կերպ ասած ոչ կառուցվածքային ռիսկերի մեղմացումը։
Ուշադրություն պիտի դարձվի կախովի առաստաղներին, լուսավորման սարքավորումներին, դուռ լուսամուտներին, կահույքին, տեխնիկային, օդափոխման, ջեռուցման եւ այլ համակարգերին։ Այս բոլոր համակարգերը պետք է լինեն հնարավորինս անվտանգության ապահովմամբ։ Շենքը ոչ միայն սեյսմիկ տեսակետից պետք է սեյսմոկայուն լինի, այլ նաև հրդեհային անվտանգությունը պետք է այնտեղ ապահովված լինի, այսինքն պետք է բացառել պարզապես շենքում հրդեհի բռնկումը, հասկանում եք։ Այստեղ միայն սեյսմիկ լինելու խնդիրը չէ։ Շատ կան դպրոցներ, որոնք գտնում են սողանքային լեզվակների վրա եւ այսօր սողանքների ազդեցության տակ են, ճիշտ է, սեյսմիկ ազդեցությունը չի, բայց սողանքներից են շենքերը փլվում։ Կան դպրոցներ, որոնք գտնվում են քարաթափումների ներքո եւ օրինակ Շատենի դպրոցում քարաթափումներ են վերևից, որ կարող են վնաս հասցնել դպրոցին։ Օրինակ մտնում ենք դպրոց, դպրոցը վերանորոգման գործընթացում է եւ արդեն բազմաթիվ սխալներ են թույլ տվել։ Նոր եւ եվրոպական դռներ են տեղադրում եւ դռները ունեն շեմեր։ Այսինքն դա անպայման երեխային թե դասարան մտնելու, թե դուրս գալու ժամանակ իհարկե կխանգարի։ Տարանման ելքերը, այսինքն դռները, պետք է պարտադիր դեպի դուրս բացվեն, բայց դուռը բացվում է դեպի ներս։ Լուսավորող սարքերը, հա, ցերեկային, դրանք ասեմ 30 աստիճան թեքության վրա կախված են։ Պատկերացնում եք, դրանք բավական չի, որ ամրացված չեն, դրանք ամեն օր կարող են ընկնել երեխաների գլխին եւ երեխաներից մեկը, երբ որ մենք նրանց հետ հանդիպեցինք, ասաց, որ մի 5 րոպե առաջ այդ լուսավորող սարքը ընկավ եւ բարեբախտաբար այդ նստարանին նստած երեխա չկար։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ինքը պիտի գնահատի իր կառուցվածքային ռիսկերը, վերհանի վտանգներն ու փորձի այդ խնդիրների համար լուծումներ գտնել։ Այս հարցում կարևոր դեր ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ հենց նրանք են պատասխանատու դպրոցների սեյսմակայունության եւ անվտանգության համար։ Աղետների ռիսկերի նվազեցման համար կարևոր են ոչ միայն հաղորդվող գիտելիքները, գործնական հմտություններն ու շինությունների անվտանգությունը, այլև աղետների կառավարումը, որը դպրոցներում իրականացվում է հատուկ թիմերի միջոցով։ Այս թիմ խորհուրդների հիմնական գործառույթներից են հաղորդակցություն ու կապ հաստատել արտակարգ իրավիճակների արձագանքման մարմինների հետ, գնահատել իրենց հաստատությանը սպառնացող վտանգները, մշակել դրանց դեմ պայքարի պլաններ, մեղմացնել ոչ կառուցվածքային ռիսկերը, իրազեկ պահել ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին, կազմակերպել վարժանքներ, կարգավորել աղետների ուսուցման հետ կապված խնդիրները։ Դեք հասարակ մի բան, կան դպրոցներ, որ դպրոցը ընդհանրապես պետք է ունենա 2 պահուստային եւ 2 հիմնական ելք, չէ։ Հիմնական ելքը իհարկե միշտ բաց վիճակում է գտնվում, որպեսզի երեխաները ելումուտ կանեն, իսկ երկրորդական ելքերը կամ պահուստային, դրանք հիմնականում փակված են ինչ որ անխափան կողպեքներով, փականներով, դրանք ընդհանրապես տարիներով չեն բացվում, կամ էլ այդ մասում ինչ որ նստարանների, սեղանների, աթոռների կուտակումներ են, որոնք նույնպես թույլ չեն տա, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարահանում իրականացնի։ Այս վտանգները գնահատելուց հետո ուրեմն մանկաբարձների եւ երեխաների կողմից արդեն նրանք կարող են տարահանման պլանը մշակել։ Տարահանման պլանը պարտադիր պետք է տարեկան առնվազն 2 անգամ փորձարկվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, արտակարգ իրավիճակների եւ կրթության ու գիտության նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանի 4 մարզերում Շիրակի, Արագածոտնի, Եղարքունիքի եւ Վայոց ձորի 24 ուսումնական հաստատություններում արդեն կազմավորվել են աղետների ռիսկերի նվազեցման թիմեր։ Դպրոցներում ստեղծեցինք աղետների ռիսկերի նվազեցման թիմեր։ Յուրաքանչյուր դպրոցում եւ յուրաքանչյուր մանկապարտեզում մեկ թիմ, որը կազմված է 4 ուսուցիչներից, ասեմ, վերապատրաստված ուսուցիչներից կամ դաստիարակներից, մանկապարտեզում եւ 6 աշակերտներից, որից 2-ը տարրական դասարանների եւ 4-ը միջին։ Ասեմ, որ այդ ուրեմն
մեր այցերի ընթացքում եւ հետո արդեն մրցույթի ընթացքում մենք համոզվեցինք այն բանում, որ իսկապես երեխաները աշխատել են, դու հասկանալի է մանկավարժի աշխատանքն էլ երևաց, բայց ես անձամբ նկատեցի երեխաների շահագրգռվածությունը այս աշխատանքի շարունակականության մեջ։ Այդ թիմերը այն թիմերն են, որոնք օգնելու են, որ յուրաքանչյուրը իրեն պատրաստի նման իրավիճակների։ Այսինքն ի վերջո կառավարողը յուրաքանչյուր մարդ ինքն է դառնալու իր գործողությունների քայլերի կառավարիչը։ Այսինքն այդ թիմերը նպատակ պիտի ունենան ավելի շատ կազմակերպել, ավելի շատ համախմբել, փորձը փոխանակել, հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրը բացահայտի իր հնարավորությունները։ Հիմա կոնկրետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի թե միջին, թե ցածր, թե բարձր դասարաններում մեր դասղեկները հիմնական եւ մեր ՆԶՊ-ի ուսուցիչն է, այնտեղ ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, ինչու՞ չէ գծագրության ուսուցիչն է, որպեսզի իրենց դասերից աշխատեն 1-2-ը գոնե տրամադրել այս թեմաներին։ Կոնկրետ ֆիզկուլտուրայի հետ կապված կարող եմ ասել, դարձյալ այդ ճոպանի հետ կապված բավականին վարժություններ, ասեմ, որ ահագին գույք ենք ստացել, մենք ոչինչ չունենք մեր ձեռքի տակ։ Մենք թիմում կատարում ենք շատ մեծ աշխատանք մեր դպրոցի համար, մեր թիմը շատ կարևոր դեր է կատարում աղետների ժամանակ, մեր թիմը կարող է օգնել դպրոցի երեխաներին, որպեսզի նրանք վտանգավոր տարածքից անվտանգ տարածք ավելի շուտ դուրս գան եւ խուճապի չմատնվեն։ Աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ձևերից են նաև հանրային իրազեկման արշավները։ Դրանք լավագույն միջոցն են անմիջականորեն շփվելու համայնքի ներկայացուցիչների հետ, հասկանալու նրանց բնակության վայրին հատուկ արտակարգ իրավիճակները, խորհուրդներ տալու, իրազեկելու աղետների դեմ պայքարի առանձնահատկությունների մասին, կոչ անելու, որ մարդիկ իրենք պայքարեն իրենց սպառնացող երևույթների դեմ, այլ ոչ թե սպասեն ուրիշի օգնությանը։ Շիրակ, Գեղարքունիք, Վայոց ձոր ու Արագածոտը։ Այս 4 մարզերում, որտեղ դպրոցներում ու մանկապարտեզներում իրականացվել էր ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման կրթության ծրագիրը, նմանատիպ հանդիպումներ եղան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ։ Հանդիպումներին ներկայ էին դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների անձնակազմը, աշակերտներ ու ծնողներ, տարբեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր եւ պարզապես բնակիչներ։ Սեմինար քննարկումները հետաքրքրական էին բոլորի համար, որովհետև շոշափվում էին ոչ թե ընդհանուր հարցեր, այլև հենց տվյալ համայնքի խնդիրները։ Գրեթե բոլոր համայնքներում էլ ամենահրատապ հարցը սելավն էր։ Քննարկվում էին օրինակներ, երբ համագյուղացիների միասնական ջանքերի միջոցով մաքրվել են սելավատարերը, ինչի շնորհիվ աղետն այլևս տվյալ գյուղին չի սպառնում։ Եզրակացությունը մեկն էր. յուրաքանչյուր համայնք ինքը պիտի ձեռնարկի քայլեր աղետը կանխարգելելու համար։ Առանձնակի հետաքրքրությամբ էին համայնքներում դիտում աղետների մասին պատմող ֆիլմերն ու հոլովակները, որոնցից նոր ու մատչելի տեղեկատվություն էին ստանում։ Հանդիպումներից համայնքի ներկայացուցիչները հեռանում էին գիտելիքների նոր պաշարով ու աղետների մասին իրազեկող բազմաթիվ գրքույկներով ու դիդակտիկ նյութերով, որոնց մեջ շատ էին նաև երեխաների համար մշակված նյութերը։ Հայաստանի Հանրապետությունն այսօր վստահ քայլերով առաջ է գնում աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում։ Այդ հարցում նրան ամեն կերպ աջակցում են միջազգային կազմակերպությունները։ Մինչ օրս բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանի մարզերում ու Երևանում։ Գնահատվել են վտանգներն ու ռիսկերը։ Քայլեր են կատարվել աղետակայուն համայնքներ ստեղծելու ուղղությամբ։ Տեղի են ունեցել խոշոր ուսումնավարժություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աղետների ռիսկերի նվազեցման վրա շատ լուրջ շեշտ է դրել։ Մենք մեր դերը տեսնում ենք կրթության ոլորտում, որովհետև մենք աղետներին արձագանքելու երկար պատմություն ունենք։ Կարծում ենք, որ կարող ենք միավորել մեր փորձն ու կարողությունները ուսուցման միջոցով աղետների ռիսկերի նվազեցման համար։ Կրթության ոլորտում աղետների ռիսկերի նվազեցման համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի իրականացրած ծրագրերը դպրոցներում ու մանկապարտեզներում արդեն զգալի ու շոշափելի արդյունքներ են տվել։ Անելիքներ իհարկե դեռ շատ կան, սակայն մի բան արդեն պարզ է. մենք ճիշտ ուղու վրա ենք։